Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Երկրի բյուջեն դա տվյալ երկրի ապագայի տեսլականն է եւ կամքն է, թե արդյոք ժողովուրդը եւ կառավարությունը ունեն բավարար կամք, գիտելիք, կարողություն եւ հավատ իրագործելու այդ տեսլականը։ 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի կառավարությունը ունի տեսլական, իրական Հայաստանի տեսլականը, որը կենտրոնացած է անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ պետություն կառուցելուն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատում է այդ տեսլականին եւ իր ամենօրյա աշխատանքով, վճարված հարկերով, ստեղծած արդյունքով մաս է կազմում այդ ապագայի ամեն օրվա իրագործմանը։ 2025 թվականի պետական բյուջեն ցույց է տալիս եւս մեկ անգամ, որ մեր երկրի տնտեսությունը աճում է, մուտքերը ավելի են եղել, քան կանխատեսված էր, եւ ծախսերն էլ ավելի են եղել, քան նախատեսված էր։ Եվ այդ ծախսերի ուղղությունն էլ ցույց է տալի հստակ, որ մենք կառուցում ենք մարդակենտրոն պետություն, որտեղ պետությունը ուղղում է իր ջանքերը, իր ներդրումը մեր երկրի քաղաքացուն ուժեղացնելուն, առողջացնելուն, կրթելուն եւ Հայաստանի Հանրապետության երջանիկ քաղաքացի լինելու աջակցությանը։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ժողովուրդը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավար եւ մարդակենտրոն խաղաղ պետության կառուցումը այլընտրանք չունի։ Բայց ես հարց եմ ուզում ուղղեմ, իսկ ուր է մեր ընդդիմությունը։ Ուր է այն ընդդիմությունը, որ այս 5 տարիներին տարածեց ապակտեղեկատվություն, չեկավ բյուջեների քննարկմանը, մեծ հարցեր չուղեց եւ ընդհանրապես զբաղվեց միայն կեղծիկ ապատեղեկատվություն եւ վատ տրամադրություն տարածելով։ Հարց եմ ուղղում, ուր է մեր ընդդիմությունը։ Ապահովագրության վերաբերյալ օրական մի կարծիք հոդված ելույթ են ունենում, որ սպառված է, վերջացած է, քանդված է ժողովուրդ ջան եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձգումների մեջ լինել։ Ուր են նրանք, ինչու չեն եկել այսօր եւ հարցեր ուղղում, ու ինչի վրա է ծախսվել 2025 թվականի պետական բյուջեն, ինչպես ենք ծախսել պետական բյուջեն։ Չեն գալիս, չեն հարցնում, որտեվ իրենք էլ հստակ գիտեն, որ բացի կեղծիկ տարածելուց ուրիշ արգումենտ դիտարկում չունեն, ցավոք սրտի։ Հիմա անցնեմ 2025 թվականի պետական բյուջեին։ Առողջապահության ոլորտում ինչքան է կազմել եւ ինչպես ենք ծախսել այդ գումարները։ Նախ ասեմ, որ 2025 թվականին այն ուրեմն համեմատած իրականացրել ենք, կներեք, 45 բյուջետային միջոցառում, 12 բյուջետային ծրագրերի շրջանակներում եւ կազմել է 164.7 միլիարդ դրամ։ Համեմատությունը 2018 թվականի հետ։ Այն 18 թվականին առողջապահության բյուջեն եղել է ընդամենը 86 միլիարդ դրամ։ 24 թվականի համեմատ ներկայացնեմ, կազմել է 167.8 միլիարդ դրամ եւ ուզում եմ ասել, որ 2026 թվականի պետական բյուջեն շարունակել է աճել եւ արդեն իսկ կազմում է ճշգրտված բյուջեն այս պահի դրությամբ 224.6 միլիարդ դրամ։ Սրանք թվեր են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարության համար մարդը ամենակարևորն է եւ մարդու առողջությունը եւ բարեկեցությունը ամենակարևոր առաջնահերթությունն են։ 2025 թվականի պետական բյուջեն ուղղվել է պետական պատվերի ծրագրերի ընդլայնման, դրանց հասանելիության մեծացման, կապիտալ ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման եւ իհարկե մեր երեխաների անվտանգ եւ առողջ մեծացմանը։ Պետք է ընդգծեմ, որ 2025 թվականը եղել է մեզ համար նախապատրաստական ամենակարևոր տարիներից մեկը եւ մենք միասին քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ
2025 թվականին ընդունեցինք առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, ենթաօրենսդրական ամբողջ բազան կառուցեցինք եւ 2026 թվականի հունվարի 1-ից գործարկեցինք Հայաստանում շրջադարձային եւ կարող եմ ասել պատմական բարեփոխումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրությունը 2025 թվականի պետական բյուջեի ուղղվածությունն էլ հենց եղել էր որպեսզի մենք պատրաստվենք ընդլայնենք մեր կարողությունները եւ պիտի ասեմ որ շարունակվել է ծրագրերի իրականացումը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման վաղ հայտնաբերման եւ բուժման նկատմամբ եւ շարունակվել է չարորակ նորագոյացությունների բուժման, կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ դիաբետով հիվանդների։ Այստեղ մի պահ ուզում եմ կանգ առնել եւ ընդգծել, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում երեխաների շաքարային դիաբետի կառավարման համար չափազանց կարևոր որոշում կայացվեց։ Դա սենսորային գերժամանակակից համակարգերի տրամադրումն էր, որի արդյունքում 1000-ից ավել երեխա այսօր հնարավորություն ունի ճշգրիտ տվյալներ ունենալ իր առողջության մասին, ճիշտ կառավարել դիաբետը եւ ապրել լիարժեք կյանք։ Այս ընթացքում քարոզարշավին բազմիցս հանդիպեցի ծնողների, երեխաների, ովքեր փաստացի օգտվել են այս հնարավորությունից եւ իմ համար շատ մեծ էր գնահատականը, որ ծնողը ասում էր. ես այլևս հանգիստ եմ, երբ որ երեխան գնում է դպրոց, երեխայի ինքնազգացողությունը շատ ավելի լավ է եւ մենք երջանիկ ենք, որ այլևս նրա հիվանդությունը ճակատագիր չի սահմանափակում նրա խաղալու, սովորելու, կրթվելու եւ լիարժեք լինելու հնարավորությունը։ Եվ սա ամենակարևոր գնահատականն է։ Այս մասով պետությունը 2025 թվականին տրամադրել է 800 միլիոն դրամից ավել գումար եւ սա շարունակական ծրագիր է եւ մենք շարունակելու ենք ել ավելի որակյալ ծառայություններ տրամադրել մեր երեխաներին։ Ասեմ, որ դիաբետի կառավարման մասով պետությունը եւս մի կարևոր քայլ արեց, դա մինչև 40 տարեկան մեր քաղաքացիներին փոխարինեց սրվակային ինսուլինները ժամանակակից գրիչներով եւ սա էլ ասեմ, որ եւս շարունակական է, մենք առաջիկայում հանդես կգանք այս մասով էլի շատ կարևոր ու դրական լուրերի։ Հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիներ։ Մեր ծախսված գումարները իրենց արդյունքները արդեն իսկ տալիս են։ Ես շատ թվերի մասին այսօր չեմ խոսա, ծախսված թվերի մասին։ Ես կխոսեմ մի քանի թվով, որոնք ցույց են տալիս, թե մեր երկրում ինչպես է վաղաժամ մահացությունը կրճատվում, ինչպես է մոր ու մանկան առողջությունը լավանում, եւ սա հենց կարևորագույն ցուցանիշն է, որ մեր քաղաքականությունները արդյունավետ են, մեր ծրագրերը հենց ուղղված են թիրախային կետերին եւ ամեն ծախսված գումարի դիմաց մենք ստանում ենք արդյունք։ Այսպիսով մեզ մոտ Հայաստանում 2025 թվականի արդեն թարմացված վիճակագրական տվյալներով վաղաժամ մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 100,000 բնակչի հաշվով կազմել է 85.7 Էսա ցուցանիշ է, համեմատած 109 2018-ի հետ։ Հաջորդիվ չարորակ նորագոյացություններից մահացությունը էլի 100,000 բնակչի հաշվով կազմել է 58.4, համեմատ 2018-ին այն 75.6 էր։ Սա չափազանց մեծ ձեռքբերում է եւ սա միայն 2025 թվականի մասին է, սիրելիներս, բայց 2026 թվականի առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում վստահաբար այս ցուցանիշները ել ավելի են բարելավելու, որովհետեւ 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգի շնորհիվ 1.7 միլիոն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, այսօր օգտվում է թանկարժեք վիրահատություններից, այսօր օգտվում է հասանելի բժշկական օգնությունից։ Ես ուզում եմ նաև շեշտադրել, որ մեր քաղաքականությունը այս տարիներին չի եղել ուղղված միայն հիվանդաբուժությանը, այլ եղել է ուղղված կանխարգելմանը։
Եվ այս մասով էլ 2025 թվականի մեր քաղաքականությունը շարունակել կանխարգելիչ բուժզննումների, ծավալների մեծացումը եւ հասանելիության ապահովումը շարունակվել է։ Առաջիկայում կբացվեն 10 մամոգրաֆիկ ծառայություններ մեր մարզերում։ Սա շրջադարձային կետ է, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կին իր մարզային կենտրոնում կկարողանա ստանալ այս կյանք փրկող կանխարգելիչ հետազոտությունը։ Եվ հաջորդիվ էլ, եթե հանկարծ ինչ-որ բան հայտնաբերվի, նա մենակ չէ, պետությունը իր կողքին է եւ հոգ է տանելու, որ հետագա բուժումն էլ լինի ապահովագրության կամ պետական պատվերի շրջանակներում, մինչև ամբողջ համակարգը արդեն կունենանք ապահովագրության ձևաչափով։ Ուզում եմ ասել, որ շարունակվել է նաև կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելիչ հետազոտությունների սարքավորումներով ապահովումը եւ եւս մեր մարզային կենտրոնները հագեցվել են արդեն իսկ այդ ծառայությունները մատուցում են։ Մենք 2025 թվականին էլի որոշակի ներդրումներ իրականացրեցինք, կանխարգելիչ ՊԱՊ-ը փոխարինեցինք նոր տիպի թեստավորումներով, որոնք վերջին սերնդի թեստային համակարգերն են, եւ սա եւս նպաստելու է, որ չարորակ նորագոյացություններից մեզ մոտ մահացությունը իջնի։ Ես ամփոփեմ իմ խոսքը հետեւյալ եզրահանգումներով։ 2025 թվականի պետական բյուջեն եւ դրանից առաջ բոլոր պետական բյուջեները 2026 թվականի շրջադարձային ու պատմական բարեփոխումը ցույց են տալիս, որ պետությունը լավ կառավարիչ է, Հայաստանի Հանրապետությունը ունի կարողություններ հավակնոտ ծրագրերի եւ ունի կամք ու կարողություն այդ ծրագրերը իրականացնելու, եթե հաշվետու է իր ժողովրդին, եւ սա էլ ուզում եմ ընդգծեմ, որ 2026 թվականի նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում մենք ներկայացրեցինք մեր հաշվետվությունը, թե ինչ ենք արել այս տարիներին, եւ ամենակարևորը ստացանք մեր քաղաքացիների հստակ հետադարձ կապը, որոնք օգտվել են մեր ծրագրերից, ովքեր այս ծրագրերի շնորհիվ են կարողացել իրենց կյանքը փրկել, իրենց երեխաների կրթությունը ապահովել, իրենց համայնքում երջանիկ ու բարեկեցիկ կյանք սկսել եւ իրենց ապագան կապել Հայաստանի հետ, իրական Հայաստանի հետ։ Ուզում եմ ասել, որ այս բոլոր թվերը ցույց են տալիս նաեւ հավատը մեր քաղաքացու, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ինքնիշխան, ժողովրդավար, մարդակենտրոն, քաղաքացու մասին հոգ տանող իր ընթացքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, հիմա նախարարին հարցեր մի գնացեք տիկին նախարար։ Հարցերով դիմելու համար կարող եք գրանցվել հարգելի պատգամավորներ։ Ես ընդունում եմ ձեր ելույթը այնքան լավն էր, որ նույնիսկ հարցերը տեղին չեն, բայց այնուամենայնիվ հնարավորություն տանք օրինակ տիկին Բաթյանին ձեզ հարցով դիմել։ Շնորհակալություն, տիկին Ավանեսյան, իսկապես անհնար է գնահատել, կարծում եմ, առողջության ապահովագրության դերը մեր քաղաքացիների կյանքում եւ այնուամենայնիվ, քանի որ ընդդիմությունը, այսինքն քանի որ մենք եւ մեր ընդդիմությունն ենք եւ մեր իշխանությունն ենք, բոլորի դերը տանում ենք, ստանձնում ենք, քանի որ իրենք բացակայեն եւ ամենաշատ հնչող հարցը եւ ապատեղեկատվությունը, որը կար հատկապես վերջին օրերին, այն է, որ սպառվել են մեր ռեսուրսները պետական բյուջեից եւ հատկապես մենք պահուստային ֆոնդից ենք գումարներ վերցրել ապահովագրության համար։ Այս մասով կուզեի եւս մեկ անգամ եւ այս կարեւոր քննարկման շրջանակում անդրադառնանք այդ տեղեկությանը կամ ապատեղեկատվությանը եւ նշեք, թե ինչպիսի ընթացքի մեջ ենք եւ արդյոք մեր քաղաքացիները իհարկե ասացիք, որ անհանգստանալու տեղիք չունեն, բայց կարևոր է, որ եւս մեկ անգամ վստահ լինեն, որ դա ոչ թե նախընտրական ծրագիր էր կամ մի բան, որը շատ կարճ կյանք պիտի ունենար, այլ մեր քաղաքական կամքի հստակ դրսևորումներ, որը պիտի շարունակական լինի։ Շնորհակալ եմ տիկին Բաթյան հարցի համար։
Այո, առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է եւ այն հաջորդիվ ընդլայնվելու է եւ 2027 թվականին միանալու են համակարգին մինչեւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները եւ ըստ էության հաջորդ 2028 թվականին ամփոփվելու է բոլոր միացող խմբերը եւ 28 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկելու է բոլորին։ Եվ սա է եղել մեր նպատակը։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղված են մարդկանց եւ մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն։ Սա շարունակելի է։ Եվ գիտեք, ես հասկանում եմ, որ դժվար է, երբ որ բոլոր գուժումները չեն իրականանում, բայց ուզում եմ հստակ նշել, որ մեր քաղաքականությունը եղել է, որ պետական պատվերի շրջանակներում ինչքան որ կլինի մեր քաղաքացիների կարիքը եւ մեր պարտավորությունները այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Եւ մենք այդ քաղաքականությունը տանում ենք։ 2026 թվականի հունվարին մենք ունեցանք պետպատվերի վերաբաշխում, որովհետեւ շատ ավելի մեծ թվով փոխպատվաստումներ էինք իրականացրել։ Եվ սա էլ էս լուրն էլ փորձեցին ներկայացնել, որ վայ, տեսեք, վերջացավ, եւ ուզում եմ ասել, սիրելի քաղաքացիներ, այսուհետ էլ, եթե կլինեն վերաբաշխման որոշումներ, իմացեք, որ սա ուղղված է եղած ծրագրերը ել ավելի ընդլայնելու եւ ձեր խոստացված ծրագրերը հասանելի պահելուն։ Ինչ վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը, ապա մենք մեր կանխատեսումների ծախսային մասով շրջանակներում ենք, եւ սա ուզում եմ ասեմ ի հեճուկս նաեւ նրա, որ այդ ապատեղեկատվությունը, որ հեսե հունիսին կվերջանա, եւս մի նպատակ ուներ արհեստական շարժ ստեղծել դեպի բժշկական կենտրոններ, որպիսի մենք ունենանք նաեւ դժվարություններ այդ դիմելությունը կառավարելու, բայց համակարգը կառավարել է բոլոր իրավիճակները, ունեցել ենք մենք հանգիստ եւ ուզում եմ ասեմ պլանային դեպքերով մինչեւ 1 ամիս հերթագրումները մինչեւ այսօր չենք անցնում, ինչը հիանալի ցուցանիշ է եւ շարունակվելու է ապահովագրությունը ինչպես որ կար։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, եւս մեկ անգամ փաստում ենք, որ հատկապես ընտրություններից հետո մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալով մենք նոր ուժով ու նոր եռանդով լծվում ենք ավելի մեծ ծրագրերի եւ ամեն օր, ես իհարկե նաեւ հետեւում եմ ձեր հրապարակումներին, մենք ամեն շաբաթ նոր լավ լուր ենք ունենում այս ոլորտում եւ ուզում եմ շնորհակալություն ասել ու վստահեցնել, որ մենք էլ շարունակելու ենք համատեղ աշխատել եւ սա նոր էներգիա է հաղորդելու մեզ եւ այո հունիսի 7-ով որևէ խոստում այսպես ասեմ չի ավարտվում որևէ ծրագիր, հակառակը մենք մեր բոլոր ծրագրերին զարգացման եւ հատկապես առողջապահության ոլորտում նոր թափ ենք հաղորդելու։ Այս մասով պարզապես ուզում եմ շնորհակալություն ասել եւ հիշեցնել մեր քաղաքացիներին մեր հանձնառությունը։ Շնորհակալություն, հաջորդ արձագանքում եք ինչ-որ։ Հա, եթե կարելի է։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան, այո, այս ընթացքում բավական լավ լուրեր են կուտակվել, որոնք դեռ չէին հասցրել կիսվել մեր քաղաքացիներին, առաջիկայում էլ վստահ եղեք, որ մեր ձեռքբերումների եւ դրական ուրեմն արդյունքների մասով գրեթե ամեն շաբաթյա ունենալու են հրապարակումներ։ Թագուհի Թովմասյան։ Շնորհակալություն։ Տիկին Ավանեսյան, հարցս վերաբերում է եւ գրավոր եւ բանավոր ընթացակարգով ձեզ բազմիցս ուղված Վարդենիսի հիվանդանոցին։ Վերջին անգամ դուք Վարդենիսում էիք եւ երբ որ քաղաքացիները դիահերձանի մասով սուր հարցին ի պատասխան ուղված վարչապետին, լսեցին ձեզանից պատասխան, որ հիվանդանոցը կառուցվում է։ Բայց քանի որ ես գիտեմ, որ որևէ տեղ որևէ շինարարական աշխատանք չկա, ես նաև ձեզանից գրավոր պարզաբանում պահանջեցի, թե որտեղ է կառուցվում, ու պարզվեց, որ դեռ փաստաթղթային փուլում է եւ կան իրավական որոշակի գործողություններ մինչեւ շինարարության ընթացքը։
Ես ուզում եմ դուք ազգային ժողովի բարձր ամբիոնից, վերջնականապես, հստակ, ասեք ժամկետներ, երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան եւ որի հարցը այդքան սուր կա ազգաբնակչության շրջանում եւ որը չի շրջանցվում որևէ տեսակի հանդիպում կլինի իշխանության ներկայացուցիչների հետ թե ընդդիմության։ Եվ երբ որ դուք ասում եք, որ հանգիստ եղեք կառուցվում է, կառուցվելը նշանակում է որոշակի գործողություն շինարարության ընթացքի վերաբերյալ, բայց այդպիսի ընթացք գոյություն չունի։ Եթե կա, խնդրում եմ ինձ ցույց տվեք, ինձ ասեք հասցեն, ես գնամ, գուցե դուք ուրիշ հասցեում եք սարքում, այն ինչ որ փաստաթղթերում չի նշված եւ տեսնեմ որտեղ է կառուցվում։ Եթե ոչ, ապա խնդրում եմ հստակ ասել ժամկետները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Թովմասյան, ուզում եմ ասեմ, դուք էլ այդ բարձր պատգամավորի խոսափողից կխնդրեմ կեղծ թեզ չդնեք իմ բերանը եւ հետո դրա վերաբերյալ հարց տաք։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է եւ այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է եւ ձեր բազմաթիվ հարցումներին պատասխան հանրային տեղադրել ենք, թե ինչ բժշկական կենտրոն ենք կառուցելու։ Եվ ես ասել եմ, որ նոր կառուցվող բժշկական կենտրոնում կլինի նաև այդ ծառայությունը։ Սա է իրականությունը եւ կխնդրեմ իրականությունից դուրս այլ բաներ չվերագրել ինձ։ Այո, մեր հանձնառությունն է, որ մեր քաղաքացիները պետք է ունենան լավագույն բժշկական կենտրոն եւ այս նախագիծը իսկապես լինելու է մեր որպես նոր կառուցված բժշկական կենտրոն մոդելայիններից, բայց քանի որ այն ժամանակ է պահանջելու կառուցել, մենք նաև այս պահին ներդրում իրականացրեցինք Վարդենիսի գործող բժշկական կենտրոնում եւ պայմանները լրիվ այլ նորմալ ստանդարտներին բերեցինք եւ շարունակելու ենք։ Այնտեղ նաեւ նոր սարքավորումներ ենք անընդհատ թարմացնում եւ ապահովելու ենք մեր քաղաքացիներին որակյալ բուժօգնությամբ, մինչեւ որ ըստ մեր կապիտալ ծրագրերի շրջանակներում կունենանք նոր բժշկական կենտրոն, որի մեջ էլ նորից կրկնում են կլինեն նաեւ դիահերձման համար նախատեսված ծառայություններ։ Տիկին Ավանեսյան, կեղծիքներ տարածելու հարցում վարպետությունը փնտրեք այլտեղ։ Եվ դա ձեր խոսքն էր։ Ես այս մեր հարցու պատասխանից հետո ձեր ուղի խոսքը կհրապարակեմ, որտեղ դուք բառացի ասում եք, որ կառուցվում է։ Եվ ես չեմ հարցնում Վարդենիսի գործող հիվանդանոցի վերանորոգման մասին, ես ամենևին դա տարանջատում եմ մյուս հարցից։ Ես խոսում եմ ձեր ասած նոր կառուցվող հիվանդանոցի ժամկետների մասին, որ հիմա դուք էլի չասացիք։ Ասեք ժամկետներ, երբ է սկսվելու, երբ է ավարտվելու շինարարությունը։ Ես տալիս եմ պարզ հարց եւ ոչ թե վիրավորում եմ ձեզ ու փոխադարձ ակնկալում եմ նույն վերաբերմունքը։ Եվ կեղծիք տարածողը դուք եք այս դեպքում, որովհետեւ դուք հայտարարել եք վարչապետի ներկայությամբ վարդենիսցիների մոտ, որ կառուցվում է հիվանդանոցը եւ կլինի կառուցվող հիվանդանոցում դիահերձարան, բայց հիմա պարզվում է եւ այդ ժամանակ էլ պարզ էր, որ հիվանդանոցը չի կառուցվում։ Խոսքը ժամկետների մասին է, ամբիոնից հայտարարեք ժամկետներ։ Տիկին Թովմասյան, Վարդենիսում կառուցվում է բժշկական կենտրոն եւ նորից ընդգծում եմ, որ կառուցումը իրենից ունի իր որպես շրջափուլերում նախագծի հաստատում, այնուհետև շինարարության մրցույթ, շինարարություն, ավարտական ակտ, լիցենզիա եւ շահագործում։ Նորից ասում եմ, որ Վարդենիսի հիվանդանոցի նախագիծը արդեն ավարտվել է եւ այդ փորձաքննությունների շրջանակներում է։ Մինչեւ տարվա վերջ մենք կունենանք շինարարության մրցույթ։ Երբ որ կունենանք շինարարության մրցույթը, այդ ժամանակ էլ պարզ կդառնա շինարարական ընթացքի տարիների ժամանակի հստակ շրջանակը։ Այդ ժամանակ էլ կհրապարակենք։ Այս պահին ես չեմ կարող ներկայացնել շինարարության ժամկետ, որովհետև դեռ շինարարության մրցույթ հայտարարված չէ։ Իսկ մեր ընթացակարգերով այդ ժամկետները հստակեցվում են շինարարության մրցույթների հայտարարման
ժամանակ։ Շնորհակալություն տիկին նախարար։